Ողջույն փոքրիկ բարեկամ, Մարիամը և Մարթան։ Հիսուսն իր շրջագայությունների ժամանակ հասավ մի գյուղ, որտեղ Մարթա անունով մի կին նրան իր տուն հրավիրեց։ Մարթան Մարիամ անունով մի քույր ուներ, երբ Հիսուսը նրա տուն եկավ, Մարիամը նստեց նրա ոտքերի մոտ և ուշադիր լսում էր նրա խոսքերը, իսկ Մարթան ընդհակառակը խոհանոցում զբաղված էր Հիսուսին հյուրասիրելու գործերով։ Մարթան սպասում էր, որ Մարիամն իրեն օգնելու գա, սակայն նա Հիսուսի մոտ էր։ Մարթան մոտեցավ Հիսուսին և ասաց. «Տեր, քեզ հոգ չէ, որ քույրս ամբողջ պատրաստությունը միայն ինձ վրա է թողել, ասա նրան, որ օգնի ինձ»։ Այդ ժամանակ Հիսուսը նրան ասաց. «Մարթա, Մարթա, դու հոգս ես անում և շատ բաներով ես զբաղված, բայց մի բան է միայն անհրաժեշտ։ Մարիամն ընտրել է լավ մասը, նա լսում է իմ խոսքերն ու պահում իր սրտում, և դա նրանից չպիտի վերցվի»։